Սա միանշանակ նեոօսմանական նկրտումների իմաստով է արվում։ Եթե ուզենանք թեման բացենք, Օսմանյան կայսերությունը երբ փլուզում էր, Աթաթուրքի գլխավորությամբ ստեղծվեց Թուրքիա հանրապետությունը, որտեղ իրենք հայտարարեցին, կարող է այսօրվա համար մեզ շատ ծանոթ տերմինաբանությամբ, իրական Թուրքիայի կոնցեպտը Աթաթուրքի գլխավորությամբ, որտեղ փորձում էր թուրք բնակչությանը համոզել, որ սա է իրական Թուրքիան, այլևս գոյություն չունի Օսմանյան կայսրությունը։ Այդ ժամանակ էր, որ ծնվեց Աթաթուրքի այդ մարտավարությունը, այդպես ասենք, որպես իրական Թուրքիա կոչված, սահմանները ճանաչվեց այսօրվա Թուրքիայի սահմանները եւ փորձեցին բոլոր հարևաններին ու ազգերին հայտարարեն, որ իրենք ոչ մի նկրտումներ չունեն իրենց տարածքի հանդեպ։ Ժամանակին եղել է Օսմանյան կայսրություն, որը դասագրքերում եկավ անկախության պայքար։ Այսինքն իրենք անկախանում էին Օսմանյան կայսրությունից։ Այսօր Էրդողանը փորձում է հրաժարվել Աթաթուրքի ժառանգությունից եւ կամ իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ Աթաթուրքին ուզում է գերազանցի Էրդողանը եւ երբ դասագրքերում փոխվում է որպես ազգային պայքար, ինչ է այդ գլխի տակ, ասենք իրենց բացատրությունը Թուրքիայի կրթության նախարարության, որտեղ ասում են մենք ումից էինք անկախանում, մենք մեզանից չենք կարող անկախանալ։ Հետևաբար Օսմանյան կայսրության փլուզումը իրենք համարում են զուտ ազգային պայքար, որտեղից ծնվեց ավելի փոքր Թուրքիա, եւ այսօր Թուրքիան հայտարարում է, որ ինքը կոպիտ ասած նորից ձգտում ունի կայսերական իր տարածքին եւ դրան հասնելու համար պիտի իրենց նոր սերունդի ուղեղներում արդեն ձևափոխվի դա, որ ոչ թե Օսմանյան կայսրությունից մենք անկախացանք, այլ Օսմանյան կայսրությունը որպես թուրքական կայսրություն, որը այդպես չի եղել։ Փլուզվել է, ստեղծվել է Թուրքիայի հանրապետություն, բայց այդ բոլոր տարածքները մերն են եղել, այդքանը, որ այդ երեխեքի ուղեղներում արդեն սերման են, իրենց հաջորդ քայլում ավելի հեշտ կլինի իրենց համոզել, որ իրենք նորից վերադառնում են իրենց պապական, կայսերական տարածքները հետ նվաճելու։ Ցանկացած պետություն եթե զբաղվում է պատմագրությամբ եւ պատմությունը խեղաթյուրելու եւ վերստին գրելու, հիմնականում նպատակը պատերազմն է։ Ոչ միայն հայկական դիվանագիտությունը կամ կարող է այս պահին հայկական դիվանագիտությունը նպատակահարմար չգտնի բանակցությունների պատճառով, որ անդրադառնա այս թեմային եւ կարողանա շահի նաեւ կորզել ինչ-որ բան Թուրքիայից, նաեւ հայկական սփյուռքը կարող է դա անել զուգահեռ Հայաստանի իշխանություններին։ Եվ ոչ միայն հայկական, նաեւ հունական կողմը, ասորիները կարող են օգտվել հենց նույն այս լծակից Թուրքիայի դեմ, որովհետեւ միջ այդ Էրդողանական Թուրքիան, երբ ցեղասպանությունների թեմաներ գնում հայկական, հունական ցեղասպանությունը, ասորիների ցեղասպանությունը, միշտ իրենց փաստարկը դա էր, որ դա արել է Օսմանյան կայսրությունը, մենք լիովին նոր ծնված հանրապետություն ենք, որը իրավահաջորդ չենք Օսմանյան կայսրությունից։ Եթե այսօր Թուրքիան հայտարարում է, որ ինքը Օսմանյան կայսրության իրավահաջորդն է, դեռ դպրոցական դասագրքերի մակարդակի, ոչ թե երկրի սահմանադրության, բայց իր նախնական քայլերը անում է։ Ուրեմն պիտի առերեսվի Օսմանյան կայսրության ժամանակ տեղի ունեցած բոլոր ոճրագործություններին։ Հայկական ցեղասպանությունը, հունական ցեղասպանությունը, ասորիների ցեղասպանությունը եւ տեղահանումը։ Սա զուտ միայն ցեղասպանության ճանաչում չի, նաեւ հատուցման խնդիր կա։ Եթե դու իր բնորանից այդ ազգին
տեղափոխում ես կամ պարտադրում ես, որ ինքը փախուստ կատարի, ինչպես որ նաև Արցախում տեղի ունեցավ, այսինքն հայության տեղահանում։ Հետևաբար դրա հատուցումն էլ պիտի դու տաս, բայց Թուրքիայի իշխանությունները դեռ փորձում են բարի կամքի դրսևորում ցուցաբերել, ընդամենը խոսեն, որ սպանությունները դատապարտելի են եղել Օսմանյան կայսրության ժամանակ, նույնչափ հայերն են արել, հույներն են արել եւ թուրքերն էլ հակազդեր են, ասինքն այդ նարատիվն էր գնում միջև էս, բայց այսուհետ եթե պիտի Թուրքիայի այսօրվա իշխանությունը փորձի իրեն դրսևորի Օսմանյան կայսրության իրավահաջորդը, նա պիտի առերեսվի այս բոլորին եւ պատասխան տա որ թե հայոց ցեղասպանության հարցը ինչ է ուզում անել, հունական ցեղասպանության հարցը ինչ է ուզում, գոնե այս երկու ազգը ունի այսօր պետություն, եւ երրորդը նաեւ ասորիների ցեղասպանությունն էր։ Բոլոր պետությունները իրենց ծրագրերը սկսում են դպրոցական երեխաների, դպրոցական դասակարգերի եւ ավելի գլոբալ ասած կրթության միջոցով։ Դու պիտի սերունդիդ կրթես քո ռազմավարական նարատիվներով, որը օրինակի համար կարողանաս 20 տարի հետո դու իրականացնես արդեն քո ռազմավարական ծրագրերը եւ այդ իրականացնողները, որը արդեն նախկինում դպրոցականներին արդեն հասուն են դառնալու, դա կատարեն համոզմունքով, որ դա այդպես է։ Նույնը Ադրբեջանն է անում, Ադրբեջանի դպրոցական դասագրքերում մենք տեսնում ենք, որ եղել է մեծ Ադրբեջան, որտեղ ռուս-պարսկական պատերազմների միջոցով այդ ժամանակահատվածում կիսվել է երկու կայսրության միջև, ռուսական եւ իրանական, ռուսականը հետո դարձել է սովետական, հետո նաեւ անկախություն ու Ադրբեջանը այդտեղից ծնվել է, բայց այսօրվա Ադրբեջանը նաև իր սերունդին այդպես է կրթում, որ դուք ունեք նաև հարավային Ադրբեջան, որտեղ կա իրանական կողմում եւ դա չի անկախած է։ Դա լրիվ կեղծ օրակարգ է, բայց փորձում են իրենց սերունդներին այդպես կրթեն։ Ցավալի այդ նման իրավիճակում մեծացած դպրոցականը, որովհետև երբ ավելի ակադեմիական, ավելի լուրջ տեղ ինքը գնա ու այդ իր պետական նարատիվը ասի, պիտի ծծաղան իր վրա, որտեղ այն ժամանակ որ կար խոսքի օրինակի համար Իրանը, կար այն ժամանակ Հայաստանը, ուր էր Ադրբեջան։ Բայց ամեն դեպքում պետությունները դա հաշվի չեն առնում եւ փորձում են նոր սերունդին միֆերով դաստիարակեն, կրթեն, որը արդեն մի սերունդ հետո երբ իրենք փորձելու են, ասինքն եթե առիթը իրենց համար պատեհ եղավ, փորձելու են իրականացնեն իրենց ծրագրերն ու նախագծերը, այդ կատարողները այդ ամեն ինչը անեն համոզմունքով, ասելով որ պատմական ճշմարտությունն են իրականացնում։